տեսանք դատարանում հերթական ֆարսը, որը իրավական երկրի հետ որևէ առնչություն չուներ։ Դատական ֆարս են անվանում ընդդիմադիրները դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումը տնային կալանքում պահել պատգամավոր վերընտրված Արթուր Սարգսյանին։ Դատավորը պատգամավորի խափանման միջոց տնային կալանքը հինգշաբթի նույններ թողել, մերժելով փաստաբանի միջնորդությունը նրան անհապաղ ազատ արձակել, որպես պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձ։ Մերը պայքարելն է, թասիվն ու պատիվն է։ Եթե մեկ տարի առաջ պատգամավոր Սարգսյանին կալանավորել էին խորհրդարանի համաձայնությամբ, ապա հիմա նրան տնային կալանքում են պահում պատգամավորական անձեռնմխելիությունը չհաղթահարած։ Սա սահմանադրության ոտնահարում են համարում իրավագետները։ Պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը։ Հուլիսի 30-ին արդեն կա նշանակված դատական նիստ, որի ժամանակ քննվելու է պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգել չերկարաձգելու հարցը։ Բայց դատավորը հինգշաբթի արդեն ակամա խոստովանել էր, որ արդեն որոշված է, ազատ չի արձակվելու պատգամավորը։ Հուլիսի 30-ի դատական նիստը դեռ չեղած, դատավորն ասել էր, որ դրանից 2 օր հետո, օգոստոսի 2-ին, նորընտիր ազգային ժողովի առաջին նիստին պատգամավորը կարող է մասնակցել պրոբացիայի ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Պրոբացիայի ուղեկցությամբ լինի ոչ։ Եթե մասնակցելու ենք, հեսա 6 ամիսան նույն պատգամավորն է, բայց պրոբացիան ինչի՞ չէր տամ նիստերի մասնակցել։ Ինչ փոխվեց, սկզբունքը փոխվեց դատավորի։ Դա ընդամենը խեղճատակություն է։ Արթուր Սարգսյանը պնդում է, խորհրդարան կգնա միայն այն ժամանակ, երբ դատարանի որոշմամբ կվերացվի իր ապօրինի կալանքը։ Եթե օրենքով վերացնենք կմասնակցեմ, եթե չէ ոչ մասնակցեմ։ Նստել ենք, կնստենք, պայքարել ենք, միջև չարիքներին հեռացնենք։ Ընդդիմադիր պատգամավորի բնութագրմամբ Հայաստանի չարիքի իշխանությունը լուրջ համախոհներ ունի հարևան երկրում, որտեղ ձեռքերը շփելով հետևում են ընդդիմադիրների նկատմամբ օրեցօր սաստկացող բռնաճնշումներին։ Դատախազությունն ընկել է Սամվել Կարապետյանի զարմիկի հետևից։ Նման վերնագրերով հրապարակումներով ողողված են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանցի քարոզիչները իրենք համոզում են, թե հանրային պահանջ կա Հայաստանում մեկուսացնել ընդդիմադիր գործիչներին։ Այն ինչը որ ադրբեջանցիներին, ադրբեջանական իշխանություններին իրենց սրտին հագուրդ է տալիս, իրենց այսպես քիմքին հաճելի է լինում, այս իշխանությունները գնում են այս ճանապարհով եւ իրենք այդ ազգային գործիչներին ցանկանում են տեսնել կալանքի տակ, հանազատության մեջ։ Ըստ Դանիելյանի, Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն ունեն պայքարել Հայաստանի իրենց համոզմամբ ռևանշիստական ուժերի դեմ։ Նրանց համար ռևանշիստներ են ազգային ու պետական իրավունքները պաշտպանող Հայաստանի բոլոր քաղաքացիները, կարծում է Հայաստան դաշինքի անդամը։ Իրենց ծրագրերը իրականացում են Հայաստանում եւ դա իրենց համար շատ կարեւոր է։ Եվ սա ոչ միայն մտահոգիչ է, սա շատ խստանալի մի process է, որը որ կրկնում եմ դատապարտելի է մի կողմից էլ շատ ու շատ հարցեր առաջացնում, թե արդյոք այս ամեն ինչի մեջ կա ադրբեջանական մասնակցություն եւ ադրբեջանցիների պահանջ, չէ՞ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները շատ ժամանակ առաջնորդվում են ադրբեջանական պահանջների բավարարմամբ։ Միգուցե սա էլ է հենց այդ պահանջների ինչ որ մի մասը, կամ հենց այս պահանջներն են դրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների առջև։ Ընդդիմությունը համոզված է հունիսի 7-ի ընտրություններից հետո Փաշինյանի դիրքերը թուլացած են, նա սահմանադրական մեծամասնություն չունի եւ քաղաքական հետապնդումներով փորձում է կոտրել ընդդիմության ողնաշարը, որպեսզի կարողանա առանց լուրջ դիմադրության կատարել Բաքվի հրահանգները։ Այն է մայր օրենքի փոփոխություն, անկլավների հանձնում, նաև արևմտյան Ադրբեջանի ծրագրի իրագործում։ Այս իշխանությունների միակ խաղաթուղթը հանձնվողականությունն է, տալ, զիջել, պահել աթոռը, տալ, զիջել, պահել աթոռը, եւ այս կոնտեքստում ընդդիմությանը լրացնելը, գործեր կարելը, պատվերներ տալը, իրավական համակարգին պատվերներ տալը եւ կառավարելի հասարակություն ձևավորելը, ել ավելի կառավարելի հասարակություն, որին կվաճառվի այսպես կոչվող խաղաղությունը, որը ինքնասպանական է։ Պատգամավորը վստահեցնում է, հայկական պետականության պահպանման համար պայքարը ընդդիմությունը միասնական ճակատով է շարունակելու, ասում է, դեռ խաղաքարտեր չի կարող բացել։ Կարնե Մանգասարյան, Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան և Հարություն Մաթևոսյան,
Հայլուր։